կառնենք։ Անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված, կրկին վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ է անում, որպեսզի միավորվեք, ասում է հապաղելու ժամանակ չկա, փողոցային պայքար որ սկսվի։ Այս մասով քննարկում եղել է եւ պատասխան կա, որովհետեւ դուք նաեւ ստորագրությունները ձեր դրել եք, բայց փաստորեն որոշման հետ կապված Հայաստան խմբակցությունը վաղուց միացել է, ես որևէ ավելացնելու բան չունեմ, եթե մեր գոլեգաները ունեն կոնկրետ առաջարկ, կոնկրետ նորություն, կարող են գալ խոսել մեր նախկին հայտարարությունների, ես այդտեղ որևէ կոնկրետ նորություն չեմ տեսել, թե որևէ կոնկրետ առաջարկ կա, եթե որևէ կոնկրետություն լինի, մենք կհայտնենք, մենք դիրքորոշում ենք, որևէ անդիմադի փողոցներ, Տիկին Վարդան, հիմա դուք ինչ պատրաստ եք, քանիսին եք փողոցին դուրս։ Էդ է ասում եմ, որ համաձայն եք, միասին քննարկենք։ Եթե իմանաք դուրս կգա։ Ես ասում եմ, եթե մեր գոլեգաները ունեն որևէ կոնկրետ ծրագիր, սիրով պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել։ Պայքարին դեմ չեք, փաստորեն։ Ես չեմ կարող դեմ լինել այն շարժման այն ուժի ներկայացով 6 տարիներին փորձերը ձեռնարկել է։ Ես ասում եմ, եթե կոնկրետություն կա, ուտրամաբանություն կա, եթե այդ առաջարկը պիտի հնչի, նամակը ուղված ՀԿ գործադիր մարմնին, ճիշտն ասած, այդ բանին ես չեմ, էլի տեղ որևէ կոնկրետություն չեմ տեսել, ոչ եւ քննարկել եք ներսում այս տարբերակը փողոցում պայքար անելու։ Մենք հիմա կենտրոնացած ենք այն օրակարգի վրա, որը հայտարարել ենք։ Մենք շփվում ենք մեր քաղաքացիների հետ, պատրաստվում ենք, ուժերը մոբիլիզացնում ենք այն օրակարգը, որը կա հիմա։